Ողջույն 24-ի եթերում հետաքրքիր Նևես Նարը Գալասյան, այսօր ես հյուրընկալել եմ իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար, Գյումրիի իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին, Ռուբեն ողջունում եմ։ Եվ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դե քանի որ մենք ընկերներ ենք ու բոլորը գիտեն, անցնենք դուի, առանց ավելորդ ձևականությունների։ Մի այսպիսի հարց տամ։ Ակնհայտորեն Հայաստանում սկսվել է նախընտրական քարոզարշավը, ժամկետային առումով իհարկե դեռևս բան չի, այսպես պաշտոնական չի, բայց բոլորը մտել են այդ տրամադրության մեջ։ Հիմա եւս մեկ ակնհայտ հանգամանք, որ մենք ընդդիմության միասնական ցանկ ցուցակ չենք տեսնել։ Ընդդիմությունը առնվազն էսպայն գոնե հայտնի 4 էշելոններով գնում է, կարող է 5-րդն էլ 6-րդը, 7-րդը։ Ու բոլորը երբ որ խոսում են դրա մասին, ասում են, որ այստեղ շանս կա, որովհետև մենք Գյումրիում կարողացել ենք նմանատիպ արդյունք ցուցաբերել։ Ինչ կապ ունի կամ չէ արդյոք համեմատել կամ համեմատելու ենթակա է Գյումրիում ունեցած արդյունքը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն պարտվեցին համապետական ընտրությունների հետ։ Երկու առումով գուցե կապ ունի, բայց այստեղ երկու առումը պետքա հստակ բան տանք, հա, ձևակերպում տանք։ Նախ խոսքը մասնակցության մասին է։ Երբ որ Գյումրիի օրինակը բերում են, բոլորի համար զարմանալիորեն, բոլորը ասում են, որ այո, եթե մեծ մասնակցություն լինի, իշխող ուժը շանս չունի, բայց եղավ կրկնակի ավել, այդքան չէին սպասում։ Իհավկան այսպես կոչված բարձր։ Այո։ Ու շատ լավ է, որ եղավ այդ մասնակցությունը կրկնակի, որովհետև ովքեր հետևել են Գյումրիի ընտրություններին, տեսել են, որ իրականում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էլ ավելի շատ ձայն է հավաքել, քան 21 թվականի քաղաքապետի ընտրություններին, հա։ Դա մեկ բարձր մասնակցությունը, այսինքն այն բոլոր մարդիկ, ովքեր մասնակցում էին ընտրություններին որպես գործող անձիկ, ոչ միայն կարողացան շահագրգռել իրենց ընտրողներին, այլ նաև կարողացան այդ ընտրողներին տնից դուրս հանել, բերել ընտրատեղամաս, հետո իրենց վստահված անձերի ու դիտորդների միջոցով էլ պահել իրենց ստացած քվեները։ Այդ մեկ։ Երկրորդը գործող անձանց մասին է խոսքը, այո, որովհետև այո, հայտնվեցին ընտրությունների նոր մարդիկ, բայց որոնք ընտրությունները չանցկացրեցին ընտրական դասական պրինցիպով։ Այսինքն տեղի ունեցավ բառիս ուղիղ իմաստով բռնցքամարտիկների կռիվ, որտեղ հանդիսատեսը այդպիսի օր ու այդպիսի ժամ չկար, որտեղ ունենար ճոր հանգստանալու ու շնչելու ապահովում։ Միանշանակ։ Ըստ այդմ խլեբի զրելիще, խլեբը չկար, զրելիще նստել։ Հիմա սա երկու երևացող մաս է, որը երբ որ ասում են, հա, այնտեղ մասնակիցները շատ էին ու մասնակցությունը շատ եղավ, բայց այդ մասնակցությունը շատ եղավ կոնկրետ բաների պատճառով, կոնկրետ ակտորների մասնակցության պատճառով եւ իհարկե ամենակարևորագույն բաներից մեկը, որ բոլորը ընտրություններին մասնակցելուց առաջի բանը, որ հայտարարում էին, որ իրենց համար գլխավորագույն նպատակ է թույլ չտալու իշխող ուժի Գյումրիում իշխանություն ունենալու։ Այո, այսինքն բացի նրանից, որ այո, բոլոր մասնակիցները հայտարարում էին, որ իրանք գնում են քաղաքապետ դառնալու, իրենց ծրագիրները ներկայացնում, առանձին տողով շեշտվում էր հետևյալը, որ եթե ես չեմ հավաքում բավարար ձայներ բան վերցնելու, քաղաքապետի այո, պաշտոնը վերցնելու, ապա ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ընդդիմադիրները հաղթեն Գյումրիում։ Իսկ դա նաև իրենից ենթադրում էր բարձրաձայնված ու չբարձրաձայնված կանոններ, այսպես ասած։ Իրար շատ չխփել է շաները։ Ոչ թե շատ չխփելի, բացառել իրար խփելը, ճիշտ է, մեկ ու մեջ լինում էր։ Դե ես հիշում եմ, բայց այդ շատ արագ հարթվում էր, էլի, այսինքն այն կոմունիկացիաները կար, որպեսզի այդ կրակը, որը պատրաստվում էր թեժանալ, իդեպ թեժացնողներն է մեծամասամբ հակադիր, ուժի ներկայացուցիչներն ու մամուլներ, որոնք վերցնում էին այդ ռեպլիկները ու սկսում էին տիրաժավորել, մենք շատ արագ կարողանում էինք այդ կրակը հանգեցնել։ Բայց մեծ ներողություն, մի ուրիշ հանգամանք, որ դու մոռանում ես, եւ որքան որ ես եմ ճանաչում Գյումրին, այնուամենայնիվ այնտեղ գործող չգրված կանոնները,
հաստատված ավանդույթները, որոշակի թաղային հանգամանքները շատ ավելի արմատավորված են, քան անգամ Երևանում եւ ընդհանրապես հանրապետությունում, եւ սա նույնպես իր ազդեցություն ունեցավ։ Այսինքն մարդ, որը որ պոտենցիալ կարող էր օրինակ քաղաքացիական պայմանագրին ձայն տալ, քանի որ ապրում էր X թաղամասում ու կապված էր X այլ տեխնացուի հետ, ասենք Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի կամ քո կամ որևիցե մեկ այլ ընդդիմադիր գործընկերոջ հետ, ինքը գնում էր այդ գործընկերոջն էր ձայն տալիս։ Սա բերել պրոյեկտել հանրապետականի վրա նույնպես սխալ է։ Նույնպես սխալ է, բայց նաև մենք էս է պետք է հաշվի առնենք։ Տես մասնակցության մասին, որ մենք խոսում ենք, եւս մեկ կարևորագույն հատված կա այդտեղ, հա, ինչ տեղի ունեցավ։ Մասնակից ուժերի գոնե թե 30%-ը իր էլեկտորատը փնտրում էր ոչ թե քո ասած թաղերում, այլ ինքը փնտրում էր ուրիշ տեղից նոր մարդկանց բերելու։ Այսինքն մարդիկ, որոնք երբեք ընտրությունների չեն եկել, կամ ցանկություն չեն ունեցել, կամ չկողմնորոշված են, այս կամերը կարող եմ շարունակել։ Այսինքն 2021 թվականին Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, ավագանու ընտրություններին, մասնակցությունը եղել է մոտ 26,000 մասնակցություն է, որից քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել էր 7000 ձայն։ Հաշվի 8000։ Ենթադրենք 8000, չէ՞, այսինքն 18000 ձայն իրենց տված չի եղել։ Մենք, ես իմ ձայները ոչ թե 18000-ի մեջ էի փնտրում։ Հիմա շատ կարևոր բան եմ ասելու։ Այլ ուրիշ տեղ, որպեսզի նոր մարդիկ բերեմ, որպեսզի մասնակցությունը ավելանա։ Այսինքն իմ խնդիրը մասնակցելու այդ ընտրություններին կարևորապես եղել է հետևյալը. խաղաքարտերը խառնել, նոր մարդկանց փորձել բերել ընտրատեղամաս, ինչի արդյունքում, նաև իմ մասնակցության արդյունքում, եթե նույնիսկ մարդիկ ընդդիմությանն ինձ չեն ուզում ձեն տան, կամ ինչ որ մարդիկ նույնիսկ չեն սիրում ինձ կամ զզվում են ինձանից, որպեսզի ընդդիմադիր սեգմենտում բան չլինի, ես օրինակ հաջողության չհասնեմ, կգան եւ ուրիշ ընդդիմադիրի ձեն կտան։ Այսինքն սա երկկողմանի բան է, որ դու մասնակցում ես, ոչ միայն դու քո ձայներն ես հավաքում, դու նաեւ ձայն ես բերում նաեւ այն մարդկանց համար։ Բայց հիմա ներողություն, հիմա գալով հանրապետականին, հա, որտեվ այդ բանը Գյումրիում ինչ որ տեղի ունեցել, ուզում եմ հիմա համեմատենք հանրապետականի։ Հիմա համապետականում ասեմ, ես ինչ եմ տեսնում։ Ես հարցս տամ, դու ասա, կամ տպավորությունը սկսեմ, հա։ Մենք մշտապես ասում ենք, որ ամբողջ հանրապետությունը սոցհարցումները ցույց են տալիս 40-ից 60% չկողմնորոշված, գծիկ անտարբեր, գծիկ չխոսող եւ այլն։ Այսինքն մարդիկ, որոնք որ չեն պասիոնար չեն ասում հստակ գնալու եմ Ռուբեն Մխիթարյանին ձայն եմ տալու։ Քո տեսածով ու դիտարկածով, երբ որ սկսվել է այս ընտրարշավը, նաեւ հայտնի են որոշակի սոցհարցումների տվյալներ։ Ընդդիմությանն է կամ ընդդիմության մեջ հայտնված նոր ուժերին, որովհետեւ հին ուժերը իրենց էլեկտորատը ունեն այս կամ այն չափով։ Հաջողվել է ճեղքել այդ պաշտպանությունը կոպիտ ասած եւ մտնել այն մարդկանց սրտեր կամ ուղեղներ, որոնք որ սոցհարցումների ժամանակ մշտապես ասել են, որ չեն կողմնորոշված, չեն գնալու եւ այլն եւ այլն։ Այլ Լեննականում դա ստացվեց։ Հիմա ես համապետականի մեջ տեսնում եմ հետեւյալ խնդիրը, որ այս պահին ընդդիմության շարքերում գործող բոլոր ուժերը իրանց հիմնական էլեկտորատը դեռևս շարունակում են փնտրել եղած ընդդիմադիր էլեկտորատի մեջ։ Այսինքն իրենց էլեկտորալ ձայնային վստահության բանը շարժը միևնույնն է տեղի է ունենում այն սեգմենտի մեջ, որը այսպես թե այնպես կա։ Այսինքն 3-400,000 մարդկանց մեջ կոպիտ ասում։ Այսինքն ես դեռևս չեմ տեսնում, որ այդ 350 կամ 400,000 մարդուց դուրս հնարավոր է եղել նոր մարդկանց ներգրավել, որոնք այս կամ այլ կերպ գոնե թե կգան ընտրատեղամաս մասնակցությունը ավելացնելու համար։ Նույնիսկ իրանց ենթադրեն կոնկրետ այդ տվյալ։ Դա նաև սոցիալությունն է այդ ցույց տալիս։ Նայ, այդ նույնիսկ էմոցիոնալ առումով գետնի վրա մարդկանց հետ խոսելով շատ ակնհայտ զգացվում։ Այն սեգմենտը, որը այսպես թե այնպես ընդդիմադիր հակվածություն ունի եւ ինքը իշխող ուժի վերարտադրությունը չի ուզում, ինքը շարունակում է իր այսպես ասած տեղաշարժը դեպի տվյալ ընտրությունների ընդդիմադիր սեգմենտի լիդեր։ Այդ միշտ բոլոր ընտրությունների ժամանակ լինում է։ Որը ֆավորիտ է այդ։ Որը ֆավորիտ է, հա։ Ըստ այդմ իրենց շարժը դա նոր մարդիկ չեն։ Դա ընդամենը շարժա X տեղից դեպի Y տեղ։ Այսինքն եթե ավելի առարկայական ասենք 21 թվականին, քանի որ Ռոբերտ Քոչարյանն էր ֆավորիտը, պայմանական Ռոբերտ Քոչարյանին ձայն տվող մասայի ինչ որ մի հատվածը հիմա գնալու է ձայն տա, քանի որ այս պայն մեր ձևով նա առաջատարը մեր ձևով վստահաբար։ Ըստ այդմ թե մեր ձևով շարժման
թե այս պարագայում արդեն ուժեղ Հայաստան կուսակցության, թե Հայաստան դաշինքի, որը ինչպես հասկանում ենք, էլի Հայաստան դաշինքի անվան տակ են հանդես գալի, թե մնացած ուժերի, չգիտեմ, Թատոյան Արման, Գագիկ Ծառուկյան, հա, հիմնական խնդիրը ոչ թե այդ տեղաշարժի միջից իրենց հատվածները վերցնելն է, այլ նոր մարդկանց բերել ու ներգրավել այդ հատվածների մեջ։ Ես դեռևս նման աշխատանք արդյունավետ, գուցե կա աշխատանք, բայց դեռևս արդյունավետության հետ հարցեր։ Կապիտալիզացիա, այսինքն կոպիտ ասած։ Հիմա մենք ունենք մեկ այլ իրավիճակ, հա, ես ուզում եմ գնահատել ընդդիմության քարոզչական այսպես վարքագիծը, հաշվի առնելով, որ դիմացին հակառակորդը քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլ Փաշինյանը իր զինանոցում ունի թե արտաքին թե ներքին կիրառման բազմաթիվ զենքեր, որոնց մի մասն ընդհանրապես դեռ կիրառել։ Բերեմ արտաքինից մի օրինակ, Վենսի այցելություն, ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին, Եվրամիություն, ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին, Կայա Կալասի շուրթերից կամ շուրթերով առաջիկայում լինելու է Եվրամիության քաղաքական համայնքի համաժողովը Հայաստանում, այստեղ էլ պատկերացնում ես, չէ, ինչ կա, մենք ինչ նկարներ ենք ստանալու, ու այդպես շարունակ։ Սա արտաքին քաղաքական աջակցությունն է, պլյուս այն ժեստերը, որոնք Թուրքիան եւ Ադրբեջանը անում են Նիկոլ Փաշինյանին, ակնհայտորեն Թուրքիան ինչ որ ֆորմատով սահմանի բացում է կատարելու, երրորդ երկրի համար թե եւ այլն, բայց կատարելու է, Ադրբեջանը բենզին, չգիտեմ, ցորեն էսկոմ ենկոմ եւ այլն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ստանում է մի հատ կարծինա, մի հատ նկար, որտեղ բոլորը երջանիկ են, ուրախ են, ուշտ են, ամենակարևորը, սահմանները բաց են, էսկոմ ենկոմ եւ այլն։ Ընդդիմությունը կամ ընդդիմության տարբեր դերակատարներ բացի նրանից, որ հակադարձում են Նիկոլ Փաշինյանին, ըստ քեզ կարողանում են այնպիսի մի օրակարգ առաջ քաշել, որը կարող է լինել այլընտրանքային փաշինյանական նկարին, փաշինյանական քարոզչական նկարին։ Որ ասես այնպիսի մի հատ թռիչքային վիճակ կա ընդդիմության մոտ, դա միանշանակ այդպես չի։ Ինչ որ բաներ վստահաբար ստացվում է, բայց դա թողնում է փոքր բիզնես եւ այլն, հա, բայց դա թողնում է բենգալյան կրակի էֆեկտ։ Այսինքն քո ցանկացած ասացին պայմանական վենսը գալիս է, թարգմանչի սխալ թարգմանության արդյունքում ինչ որ մի հատ ինֆորմացիա է գցում, որի դիմաց բոլորս տարբեր տեսակի միջոցներով ինչ որ սկսում ենք ասել, որ նման բան չկա, բայց առաջնային նստվածքը հիմնական էլեկտորատի մոտ արդեն մնում է պարզ ուղղակի օրինակ բերեմ ինչպես է աշխատում մեդիայով ինֆորմացիայի տարածումը առաջնայինը, հա։ Երբ որ X մարդը նստում է հարցազրույցի ժամանակ գերլարված էմոցիոնալ ֆոնի պարագայում քաղաքական ու հայտարարում է, որ գեներալ Խաչատուրովը 2016 թվականի ապրիլյան պատերազմի գիշերը բիլիարդ է խաղացել, ու դա միանգամից վերցնում են տվյալ սեգմենտի մամուլը ու տիրաժավորում է, դա գնում է նստվածք է թողնում մարդկանց ուղեղի մեջ 90% ազդեցությամբ։ Երբ նույն մարդը 3 տարի հետո այսինքն 10 տարի շարունակ հետո որ հակառակը համոզում են այդ մարդի որ դες բան չի եղել այդ մարդը ուշադրություն նույն մարդը ով որ դա ասել է ում շուրթերից առաջինը այդ ինֆորմացիան հնչել է 3 տարի հետո դատարանի որոշմամբ պարտավորվում է մամուլով ներեգություն խնդրել ու ասել որ նմանատիպ բան չկա, ինքը դա անում է, բայց դա այլևս չի տիրաժավորվում ու մարդկան չի, ու մենք ստիպված ենք բոլորս անընդհատ face to face աշխատանքի պարագայում ասենք, գիտես, իսկ ես վիդեոն տեսել ես, որ ես նույնն, իսկ դու գիտես, որ հենց ինքն է սկզբից ասած, մարդիկ այդ տեսակի բաները չեն տիրապետում։ Հիմա նույն բանը է սա։ Մարդը եկավ, ինչ որ 9 միլիարդ թիվ հնչեցրեց, մեկնաբանության տեսք դա ստացավ այլ ու ինչ որ էլեկտորատի մոտ կյանքը կարգավորվում է, ամեն ինչ լավ է։ Այդ դրա դիմաց, այո, օրինակ, չգիտեմ, մեր ձևով շարժման տնտեսական այդ քայլերը ենթադրենք հարկերից ազատելը, հա, մանր բիզնեսին, օրինակներով ցույց տալը, էֆեկտիվ է, բայց երբ դու ասում ես հարկերից ազատում ես, իսկ այնտեղ թիվը հնչում 9 միլիարդ դոլար, այդ 9 միլիարդ դոլար փողը այտենց հնչեղ թիվ է, այսինքն դու բացի նրանց որ պետք է ասես հարկերից ազատում եմ, դու դա թվի պետք է վերածես, այսինքն պետք է ասես օրինակ պոտենցիալ քո գրպան ինչքան փողա մտնելու, հենց դու ես հարկերից ազատում ես, հա, մարդկանց, կամ պետությունը դրանց ինչա շահելու եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը իր քարոզչա մեքենայով հասկացել է մի շատ կարեւոր բան։
թալան բառը ինչի հետ կապ ունի, փողի, չէ։ Ցանկացած բան ինչ փողի հետ կապ ունի, իրենք առանց վախենալու այդ ամեն ինչը հնչեցնում են։ Նույնիսկ այս առողջապահության անհասկանալի ապահովագրական համակարգը ինքը ինչ է, շին կանգնում ասում է մենք 1 միլիոն դրամով բարձրացրել ենք թոշակառուի թոշակը, կամ սա Հայաստանում գուցե մի չգիտեմ 20 ուսուցիչ է, կոնկրետ թիվը չգիտեմ կներեք, բայց գուցե մի 20 դրանց ավել դժվար լինի, 20 ուսուցիչ է, ինչ որ մի հաշվարկով 700,000 դրամ փող ստանում, ինքը հայտարարում է, որ ուսուցիչների աշխատավարձը 700,000 այսօր Հայաստանում ուսուցիչ կարող ընդཐུպ 700,000 դրամ աշխատավարձ։ Այդպես զինվորականի վրա է օրինակ բերում, այդպես Անահիտ Ավանեսյանը բժշկի վրա է օրինակ բերում, երբ իրենց պարգևավճարների մասին ամբողջ խոսակցությունը գնում է փողի մասին։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ այս ընտրությունները, այդպես մի կողմից ընդդիմությունը հայտարարում են ընդդիմության տարբեր, երբ որ ասում են ընդդիմություն, հաշվենք որ տարբեր դերակատարները միասնական թեզերով, հա, որ սա էգզիստենցիալ խնդիր է, որ հունիս 7-ին որոշվելու է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, խոսվում է արտաքին վտանգների մասին, խոսվում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է թուրք-ադրբեջանական, չգիտեմ, բեզակալոնկա եւ այլն։ Սա մի կողմից է, բայց մյուս կողմից գետնի վրա ինքը սոցիալական թեմաներով ընտրություններ լինելու։ Միանշանակ, որովհետեւ բոլոր ընտրությունների գլխավորագույն նախապայմանը էլեկտորատի վստահությունը շարժելու դա կամ շահելու դա ասել ինչպես է այդ մարդու կյանքը հենց իր տան մեջ փոխվելու։ Եթե դու դրա հստակ ծրագիրը թվաբանական առումով իրեն ասում ես, ես ուզում եմ ուղղակի մեր ժողովրդին հիշեցնեմ, հա 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ ազգային ժողովի ամբիոնից հայտարարվում էր, որ Նախիջևանում ինչ որ շարժ է սկսվել ու մոտ 2 կիլոմետր եկել առանց որևիցե մի խեղճի խայթի այն ժամանակվա ընդդիմադիր падգամավորներից մեկը, որը պատերազմական փորձ ուներ, լավ հայտարարեց, որ նման բան չկա, սուտ է, ժողովուրդ ջան, մեր բանակը պահպան է ամեն ինչին, ամենամարտունակն է, մեր սահմանները պաշտպանված են, այս խափում են, որպեսզի ձեզ շեղեն, այսինքն մարդիկ այն ժամանակ, տես ռեալ չէին պատկերացնում Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգային համակարգը, լավ չէին պատկերացնում Արցախի հետ մեր փոխկապակցվածության կարևորությունը։ Շատ բաներ չէին պատկերացնում, որովհետև գլոբալ պատերազմի չէին առնչվել։ Արդեն կար այնպեսի տպավորություն, որ անվտանգությունը ինքը սամոսաբոյ ռազումեյցի երևույթ է, էլի, այսինքն երբ դու դրան չես առնչվում, դա օդի պես բան է, դու չես շոշափում, պես մի բան է։ Հա, հիմա այսինքն դու սկսում ես օդի բացակայությունը զգալ այն ժամանակ, որ շունչդ կտրվում է։ Մինչև այդ օդի արկայությունը դու լուրջ չես վերաբերում։ Նույն բանը այդ ժամանակ էր, այսինքն 2018 թվականին ասվում էր հետեւյալը, գալու ենք հարկերը վերացնենք, գազի գինը իջնելու է, կարմիր գծերը հանելու ենք, բան, ձեր հարկերը ջրելու ենք ու աշխատավարձերը, բան, թալանը վերցնելու ենք, բաժանենք, բոլորս լավ ապրելու ենք։ Էլի սոցիալական հենքի վրա էր, ասում էին անվտանգության հետ խնդիր չկա։ Հիմա ինքը այդ նույն բանը չեզոքացնում է, ինչպես ասում է, արդեն խաղաղություն է։ Ինքը ասում է խաղաղություն է, Ալիևը ասում է խաղաղություն է, Վենսը գալիս ասում է խաղաղություն է։ Բոլորը ասում են խաղաղություն է, որպեսզի կենտրոնացնեն մարդկանց ուշադրությունը էլի սոցիալականի վրա։ Հիմա այստեղ է սոցիալականի հարցում շատ կարևոր դերակատարություն ունի, հավատացեք, ճիշտ տրամաբանված ու բովանդակային հայ ընտրողին բացատրելը, թե իր կյանքում ամեն ինչ, դե եթե խաղաղություն է, եղբայր, հիմա ոչ մեկ չի ասում, չէ՞, ընդդիմությունից, որ այդ ապագա խաղաղության պայմանագիրը, որ եթե ինչ որ մի օր պետք է լինի, ես դեռ չեմ լսել ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ, որ ասում են չենք ստորագրելու։ Դու լսել ես այդպիսի բան։ Չէ, ուղղակի այլ բան են ասում։ Չէ, առավելագույնը, որ մարդիկ ասում են մենք մի հատ պետք է վերլուծենք, փորձենք ավելի Հայաստանի շահերի համար լավ տարբերակով դա ստորագրենք։ Ոչ մեկ չի ասում, որ մենք չենք ստորագրելու։ Ոչ, այս ինչ հատուկ եմ շեշտում, հա։ Այս մարդիկ, որ ասում են սրա բանը նոր իշխանություն, որ եկավ, անպայման պատերազմ է լինելու, պաշտոնապես հայտարարում եմ, չկա Հայաստանի Հանրապետությունում այնպիսի ընդդիմադիր ուժ, կապ չունի իրանց ինչ եք համարում, արևմտամետ, ռուսամետ, հայամետ, կենտրոնամետ, ձախ, չկա այդպիսի ուժ, որը ասի, որ մենք եկանք Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարել։ Գոյության հիվանդը լինի ինչ-որ։ Հիմա երբ որ այս կողմից ներկայացնում են, որ միակ երաշխիքը ապագա խաղաղության, որը դեռևս չգիտենք կա թե չկա, մեր իշխանության լինելն է, ուղղակի ուզում եմ շեշտեմ, վերջի 8 տարվա ընթացքում բոլոր ողբերգություններն ու պատերազմները մեծ, փոքր, միջին, որոնք տեղի են ունեցել այս իշխանության օրոք,
Արցախը հանձնվել է այս իշխանության օրոք։ Ըստ այդմ, երբ որ ամենաշատ կորուստներ ու ողբերգություններ բերած իշխանությունը մնացածին ասում է, եթե իրենք գան իշխանության, պատերազմ է լինելու, ոչ թե նվազագույնը ազնիվ չի, կոնկրետ ստում են։ Բայց տես իշխանությունը հայտնի ֆիլմ կա 3 հրացանակիրները, բնականաբար Ձյունմայրգիրքի մասին այդ մոտիվներով նկարահանված ռուսական սովետական տարիների Դարտանյանի եւ այլն Բայերսկի որ խաղում այդտեղ մետակի տեսարան կա, երբ որ կարդինալի գվարդիականները գալիս են ընդհատելու իրանց մենամարտը, Աթոսը հարցնում ասում է մենք քանի հոգի ենք, ասում է դե 3 հոգի ենք եւ որից մեկը ծանր վիրավոր է, պլյուս один неопытный парнишка, մի ամփորձ պատանի, բայց կասեն որ 4 հոգով ենք եղել, այսինքն պարտությունը կգրանցվի 4 հոգու վրա։ Հիմա Այն ինչ որ դու ասում ես, որ բոլոր ողբերգությունները Նիկոլ Փաշինյանի օրոք են եղել, դա աներկբա է, բայց Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը, դա ծանր քարոզչություն է, մարդկանց տուն մտնող ամենօրյա քարոզչություն է, կարողացել է բոլոր պատերազմների համար գտնել մեղավորներ, բոլոր կորուստների համար գտնել մեղավորներ։ Եվ այն մարդիկ, որոնք որ ուզել են նրան հավատալ, այդ մարդիկ նրան հավատացել են։ Այսինքն Արցախի կորուստի համար իրենք մեղավոր են կարգել Արցախյան էլիտային եւ Ռուսաստանի Դաշնությանը, 20 թվականի պատերազմի Ռուսաստան նախկին բանակը թալանել են եւ այսինքն իրենք մեծ հաշվով իրենց էլեկտորատի առաջ ասել են մենք ինչ կարող էինք անել, այն մենք ինչ փորձեցինք, արեցինք, հիմա մենք ենք բերում խաղաղություն եւ սա շատ առարկայական է, այդ ցորենը, մորենը, բենզինը եւ այլն եւ այլն։ Ոստեղ ընդդիմությունը կարծես սկսել է խաղալ հենց իրենց դաշտում այդ խաղաղության օրակարգի մեջ, ոնց որ Փաշինյանից ավելի շատ ասում գոռալ խաղաղության մասին, հասկանու՞մ ես, ու երբ որ դու մտնում ես այդ օրակարգի մեջ, այսինքն քեզ թելադրած խաղի կանոնների մեջ, այնտեղ ինքը շահավետ, ավելի շահավետ է դուրս գալու, որովհետեւ ինքը ավելի առարկայական է այդ ամեն ինչը անում։ Մի անգամ օֆիցիալ հայտարարելուց հետո, որ մենք չենք պատրաստվում պատերազմի, վեկտորը քարոզչության պետք է տանել դեպի մարդկանց սոցիալականը այդ վստահորեն։ Ու այդ դեպի սոցիալականը տանելու վեկտորը պետք է լինի մարդու համար շատ առարկայական ու շատ շոշափելի, էլ եմ ասում, ինքը պետք է հստակ պատկերացնի իր տան մեջ իր կյանքը ինչպես է փոխվելու։ Այո, դու ճիշտ ես անընդհատ խոսելով ադրբեջանական բենզինի մասին, ադրբեջանական բենզինը չի դադարելու գալ Հայաստանում վաճառվելու։ Դա ընդհանրապես լարելու է այն մարդկանց, որ դուք պրոստը չեք ուզում մենք լավ ապրենք։ Իսկ այդպիսի սեգմենտ կա, մարդկանց բաժանել հիմա ու երբևիցե շատ հայրենասերների, մի քիչ հայրենասերների, մի քիչ ավելի քիչ հայրենասերների սովորական ուղակի բանը քաղաքացու մենք մարդ ունենք ասում է, չէ՞, մենք ես առաջ հայրենասեր էի, իսկ հիմա հայրենասեր սովորական քաղաքացի եմ։ Ու լրիվ թշնամու այդ սխալ է։ Ադրբեջանի բենզին առնել չառնելով կամ չգիտեմ բանը Ադրբեջանի տարածքով եկած ծորենով, որովհետև ի վերջո եկեք մի քիչ adekvatության դաշտ մտնենք, հա։ Հիմա որ դուք հացը գնում եք սուպերմարկետից առնում եք կամ հացի ֆռից առնում եք, ես չեմ կարծում, որ դուք հարցնում եք, իսկ դուք տեղյակ եք այս խմորը, որ դուք արել եք, որ ծորենից է, որովհետև եթե Ադրբեջանի տարածքով է եկել ծորենը, ես այս հացը չեմ։ Չէ, բայց ես օրինակ հիմա միգուցե բան է հնչում, պաթոսային կհնչի, բայց ինչ կհնչի, բայց հավանեն դեպս, այդ ինքս իմ մեջ եմ անում ու տենց էլ չի ինչ որ մեկին վաճառնում, դա իմ որոշումն է։ Ես օրինակ այն բենզալցականները, որոնք վաճառում են ադրբեջանական բենզին, չեմ հաճախում։ Լսի, ես էլ Բայց չեմ էլ կարա պարտադրեմ ինչ-որ մեկին ասել, բայց հացի կոնտրոլը չենք կարա, չէ՞։ Հացը չենք կարա, միանշանակ։ Հիմա այսինքն իմ ասածը այն է, որ եթե ինչ որ մի տեղ կա, որտեղ դու այդ կոնտրոլը չես կարողանալու պահես, ինչ որ մի փուլից սկսած, երբ որ օրինակ վնեգլասնի նաև որոշում եղավ, այլևս չասել այս բենզինը որտեղից ու բան, այդպեսի բան էլ կարող է լինել, չէ՞։ Դու ժուտուգանքի տակ մտցնել, ասել ախպեր, կամ ծախեք կամ մի ծախեք։ Չէ, կամ մնացածները երբ որ տեսնեն, որ իրանց մոտ ուղղակի բենզին չեն առնում, որովհետև 100 ժամ վեժան։ Վերջի առևտուրը ունի իր օրենքները, էլի։ Հիմա մենք ուղղակի պետք է հասկանանք հետեւյալը։ Դու էլ ինչ ավել բան ես պատրաստ ես մարդկանց համար անելու ու տալու, օբյեկտիվորեն գետնի վրա, որովհետև այո, դու ճիշտ ես, շահեկան քարոզչական առումով իշխանությունը միանշանակ շատ ավելի ուժեղ է։ Հիմա այլի վերադառնանք Լենինականի ընտրություններին։ Էնպես չի, չէ՞ որ ուժեղ չէր իշխանության քարոզը, բայց հնարավոր եղավ Լենինականի ընտրություններով ընտրական բանը կրքերը, ալիքը, նաև մեդիաների հետ շատ ճիշտ մարդկային, ընկերական, գործընկերային հարաբերություններ կառուցելով, որովհետև հիմա օրինակ մեր հանդիսատեսին մի գաղտնիք բացահայտեմ, շատ դեպքերում եղել է, որ X տեխնացուի հետ կապված հարց մենք լուծել ենք через մեր մեդիա ընկերների միջոցով, այսինքն խնդրել ենք, ասել ենք դու ավելի լավ հարաբերություններ ունես այդ մարդու հետ, ասա էլ այսպեսի բան չանի ինքը։ Ու այդ հարցերը հնարավոր է լուծել ու
ես պնդում եմ կա մի քանի գործիք, որը պետք է կիրառել այս ապագա ընտրություններին, որը չի երաշխավորելու վստահաբար հենց այդ գործիքները սկսին կիրառել հաղթանակ, բայց գոնե բերելու է այնպիսի մի հատ իրավիճակ է ստեղծելու, որ իշխանության ձայնը ավելի բարձր չի լինելու, քան ընդդիմության ձայնը։ Առաջին բանը դա պետք է հստակորեն մարդկանց ասել, որ մենք բոլորս գնում ենք Նիկոլին իշխանազրկելու։ Ոչ թե մենք գնում ենք ամեն ինչ անենք մանդատ ստանանք ազգային ժողովում պատգամավոր դառնանք եւս 5 տարի։ Դրա մասին դեռ կհասնենք խոսել։ Երկրորդը մենք չենք խփում իրար։ Մենք չենք վատաբանում իրար։ Նույնիսկ ունենալով փողոցում իրար տեսնելու չբարևելու, չգիտեմ, հարաբերություններ, միևնույն է այս փուլում, որովհետև կներես, եթե մենք խոսում ենք էգզիստենցիալի մասին, ցույց տվեք մեզ, որ դուք գիտակցում եք, որ դուք այդ էգզիստենցիալ կռվի մեջ եք, որովհետև օրինակ Գյումրիում, այո, եղավ իրավիճակ, երբ նույնիսկ ազգակցական խնդիրներ ունեցող երկու տարբեր ուժերի ներկայացուցիչներ հանուն ընդհանուր մի հատ բանը հաղթանակի Ղուկասյան Գրիգորյան այսինքն եկան ինչ որ մի տեսակի բանակցությունների ինչ որ կոնսենսուսի եկան ըստ այդմ եթե բանը համապետական ընտրությունների առումով դա հնարավոր չի լինելու անել այն դեպքում երբ որ ղեկավար մարդիկ ու մասնակիցների մեծ մասը պետական այրի կարգավիճակ ունեն։ Այսինքն մարդիկ, որոնք այս պետության ստեղծման հիմքերում են կանգնած եղել կամ հետո շարունակել են ղեկավարել։ Դա ոչ միայն ինպես մարդիկ չեն հասկանում, որոնք նույնպես շահագրգիռ կողմ են հանդիսանում Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու, հա, սովորական մարդը տնից դուրս չի գա, չի գնալու ընտրատեղամաս, չի մտնի, եթե չտեսավ չերևացող, բայց ընդհանուր գաղափարի շուրջ աշխատող մի հատ սեգմենտ։ Մի այլ բան էլ կա, էլի, այսինքն տես նաև երրորդը դա ռեսուրսների ճիշտ բաշխումն է։ Թե էլեկտորալ ռեսուրսների, թե մարդկային ռեսուրսների, թե մեդիա ռեսուրսների, թե ընդհանուր ժողովրդի հետ աշխատելու ու մնացած հարակիր ռեսուրսների։ Բայց մի հանգամանք կա, տես դրա հետ միասին իշխանությունը կարծես թե ամեն ինչ անում է, որպեսզի ընտրական process-ի ժամանակ մասնակցությունը ընտրություններին չլինի շատ բարձր։ Մասնագետներ կան, որոնք որ բացատրում են, որ օրինակ եկեղեցու դեմ արշավը նաև պայմանավորված է, այսինքն մի քանի պատճառ կա, բայց մեկը այն է, որ ժողովրդի մեջ տոտալ ապատիկ, այսինքն ընդդիմադիր հատվածի մեջ ապատիկ տրամադրություններ ստեղծվեն։ Այս արտաքին աջակցության թմկահարումը նույնպես որոշակի դեպի մենք ինչ կարանք անենք այն Ամերիկա, Եվրոպա, Թուրքիա, Ադրբեջան բոլորը իր կողքին են կամ իր թիկունքին, հա, այսպեսի խոսակցությունների մակարդակ գոյություն ունի։ Հիմա երբ որ այդ ամեն ինչը տեղի է ունենում, դրա հետ միասին մի հատվածում ապատիա գոյություն ունի, դրա հետ միասին երկրում փոփոխությունների հոտ կարծես թե այդ որ պիտի օթում ինչ որ բան զգաս, էլի, կարծես թե գոյություն չունի, ինչ որ էներգետիկա, ինչ որ շարժում, իսկ նես տպավորությունները որ գնում ենք դասական, սոցիալական ընտրությունների, որտեղ ասենք, չգիտեմ, դու դուրս ես գալու ընտրատեղամասից պայմանական, ասենք լրագրողը միկրոֆոնը պարել է քո դիմաց, ասել է պարոն Մխիթարյան, ինչի համար քվեարկեցիք, դու էլ ասել ես, ասենք հանուն ավելի, չգիտեմ, առաջադեմ Հայաստանի եւ այլն, ու այսպես, էլի, այսինքն այն սովորական իրավիճակ է, բայց արդյոք մենք սովորական իրավիճակում ենք ապրում, ու արդյոք ընդդիմությունը չպետք է սրի հիմա խաղի կանոնները։ Էլի անդրադառնալով Գյումրիի ընտրությունների։ Դա սովորական օլիմպիական բռնցքամարտ չէր։ Դա MMA էր։ Այո։ Խառը խփոցի էր, էլի։ Միանշանակ, որովհետև ոչ մի դասական բան Գյումրիում դասական ընտրական քարոզարշավ տեղի չի ունեցել եւ ընդդիմության դաշտում նվազագույնը երկու հոգի մարդ կար, որը անընդհատ տանում էր խաղը սրել։ Անընդհատ տանում էր խաղը սրել։ Դու եւ Ղուկասյանը նկատի։ Այո, նու նվազագույնն եմ ասում, որովհետեւ օրինակ Մարտունի ընտրած քարոզչական ձևը մի քիչ այլ էր, Սիմոնյան Կարենի ընտրած քարոզչական ձևը մի քիչ այլ էր, մեր ընտրած քարոզչական ձևը մի քիչ շատ այլ էր, այսինքն մենք այն մարդկանց գլխի մեջ հասնելու ու մտցնելու այն կարևորագույն միսիան, որ դուք եթե փոփոխություն եք ուզում, իսկ դուք մեզ անընդհատ ասում եք, որ դուք փոփոխություն եք ուզում, դա անելու համար դուք նվազագույնը երկու գործողություն պետք է անեք, դուք տնից դուրս պետք է գաք ընտրություններին, գնաք ընտրատեղամաս ու դնեք ընտրեք քվեաթեշտիկը, մնացածը ձեր գործը չէ, մենք ձեր ձայնը չենք փոշի հասնելու ու կպայենք, ինչը իրականում այդպես էլ եղավ։
ինչը իրականում այդպես եղել։ Մի հատ էլ քեզ հետաքրքիր բան ասեմ։ Նույն Գյումրիի ընտրությունները ինչ ցույց տվեց։ 9 ուժեր չէ մասնակցում։ Անցան 5-ը, չէ։ Այն մնացած 4 ուժերը ուղիղ կեսը ձայներ փոշիացնող են եղել ու հանուն արտարության ասելու, եթե այդ ժամանակ ճիշտ կոնֆիգուրացիաներով իրար միացող մարտիկ լինեին, օրինակ, եթե օրինակ ապրելու երկիր կուսակցությունը միանար ինչ որ մի ուժի, բավականին շատ ձայներ էր հավաքի։ Ամենայն հավանականությամբ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 կամ 2 մանդատ պակաս էր ունենալու։ Ինչը կարող է ճորոշ լինի։ Այո, իսկ փոշիացման պարագայում շատը շատին է գնում։ Բայց հիմա մեր մոտ էլ է այդ տենդենսը զգացվում, այս պահին ոնե հայտարարությունների մակարդակով։ Հիմա եթե մենք ես կարծում եմ, որ մինչև ընտրությունների մեկնարկի քարոզչական հիմնական փուլը, այսինքն մինչև թղթերը բյուլետեն տպել է, կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելը, մենք դեռևս ձևափոխություններ ենք տեսնելու։ Այո, կարող է կան մարտիկ ու կուսակցություններ, որոնք հայտարարում են, որ իրենք առանձին են գնալու մասնակցելու, հա, բայց դա չի քաղաքականությունը հնարավորի արվեստն է, հիմա դա չի նշանակում, որ օրինակ ապրիլ ամսին չի տեղի ունենալու մի բան, որ X կուսակցությունը որոշի այլ կուսակցության քվոտաների տակ, 30% քվոտաների տակ գնա եւ միանա եւ իր ձայնային ռեսուրսը փորձի տալ։ Այսինքն նույնիսկ մի կուսակցությունը կարող է դառնալ ինչ որ մի բևեր իր մեջ ունենալով իր քվոտաներին համապատասխան։ Դու շանս, եթե կարճ արդյոք դու շանս տեսնում ես այս ընտրությունների մեջ։ Չեմ ուզում ֆատալիստական լինես, անտրամա բան լինես, բայց շանս տեսնում ես թե չէ։ Անկեղծ։ Հա։ Հա, եթե շանս չտեսնեմ, անկեղծ ասեմ, ապա մեր այս խոսակցություններն էլ է անիմաստ, էլի։ Գիտես ինչի, որովհետև միևնույն է երկուսը հոգու խորքում յուրաքանչյուր մեր խոսակցության ընթացքում լինի դա ծրագրի նկարանումից առաջ ընթացքում թե հետո, երբ որ մի քիչ էլ վերլուծում ենք ինչ խոսեցինք, միևնույն է մեր ներսի Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացին, որը ուզում է ապրել իր հայրենիքում, ուզում է արժանապատիվ ապրել իր հայրենիքում, ուզում է ունենալ այնպիսի ղեկավարություն ու իշխանություն, որ գետինը չմտնի ամոթից, միևնույն է, մենք այս ամեն ինչը անում ենք հոգու խորքում ուզելով, ցանկանալով, որ ինչ որ մի փուլում այն մարդիկ, ովքեր քաղաքական հայտ են ներկայացրել իմ ու քո երեխաների ապագան որոշելու, հաջողեն։ Այո, կողքի են դնելու բազմաթիվ իմ պատկերացմամբ, անկեղծ եմ ասում, շատ հաճախ ուռչացված տեկերկինային հարաբերությունները դեկներս հիմա չի կար քաղաքական դաշտում հարգելի ընդդիմություն մի պայեք ձեզ տեկերկնկապես հարաբերվեք իրար հետ, որովհետև նույնիսկ տեկերգինները իրար հարազատ են։ Դու հենց նոր ինձ վերնագիր տվեցիր հաղորդման։ Շարունակելով, ինչպես իմ առանձնասյունակում խոսում էինք, հիմա էլ այստեղ այդ խոսակցությունը վերադարձնելով, Հայաստանի 30 տարվա պատմության մեջ ընդդիմությունը մշտապես ունեցել է մեկ անգամյա ֆավորիտ։ Երկրորդ անգամ այդ նույն ֆավորիտը չի եղել։ 96 թվական Վազգեն Մանուկյան, 98 թվական Կարեն Դեմիրճյան, 2003 թվական Ստեփան Դեմիրճյան, 2008 թվական Լևոն Տեր-Պետրոսյան, 2013 Ռաֆի Հովհաննիսյան, 2021 Ռոբերտ Քոչարյան, հիմա փաստացիորեն Սամվել Կարապետյանն է։ Ու երեք իրենց կուսակցության համագումարում իրենք հայտարարեցին Սամվել Կարապետյանը որպես վարչապետ տեխնացու։ Ես, քանի որ իմ աշխատանքը հենց այդպեսին է, անընդհատ քարոզչական ամեն ինչին հետևում եմ։ Այս տեսա թե իշխանության թեզերը, գծերը ինչպիսին էին, որ սա սահմանադրական կարգի տապալում է, որ ինքը իրավունք չունի վարչապետ լինել, որտեղ երեք երկրի քաղաքացի է, սեն է եւ այլն եւ այլն։ Ու առաջին այսպես տրամաբանական է թվում, ինչի դուք գնացիք Սամվել Կարապետյանին դնելով ըստ ձեզ, հա, եթե գիտեք, որ ինքը այսպեսի անհաղթահարելի խնդիրներ ունի, որովհետեւ օրինակ Բագրատ Սրբազանի նախադրը մենք ունենք, երբ որ Բագրատ Սրբազանին տեխնացու էին իբրև առաջադրում, այդ մարդը նաեւ Կանադայի քաղաքացի էր, ու այդ անհաղթահարելի կարծես թե թվացող իրավական բան է։ Սա ըստ քեզ ճիշտ քարոզչական քայլ էր, թե սխալ քարոզչական քայլ էր։ Այն որ Սամվել Կարապետյանը ունի անքննարկելի բարձր հեղինակություն եւ իր հեղինակությունը Հայաստանի Հանրապետությունում այդ մասշտաբի մեծ հեղինակություն չունի տվյալ նոր ստեղծվող ուժի մեջ ոչ մեկ, դա փաստ է։ Եվ ըստ այդմ մեր ձևով շարժման պահից սկսած վերջացրած ուժեղ Հայաստան կուսակցության ստեղծմամբ միևնույն է այդ ամեն ինչը կապվում է մի մարդու անվան հետ։ Սամվել Կարապետյան։ Հիմա
Եթե տարբեր տեսակի սահմանադրագետներ, իրավաբաններ, իրավագետներ ասում են, որ կա հնարավորություն այնպես անելու, որ Սամվել Կարապետյանը հանդես գա որպես տվյալ ուժի վարչապետի թեկնածու, ասում են, չէ, մարդիկ մեկնաբանել են տարբեր տեսակի բաներ։ Այդ դες ոնց է մեկնաբան, այսինքն պետք է գնաս հաղթես ընտրությունների ժամանակ։ Քայլերի հաջորդականություն, այո, պետք է գնաս, պետք է հաղթես։ Հետո սահմանական փոփոխություն կատարես։ Այո, ցանկալի է ունենաս մեծամասնություն, այսինքն լավ հաղթես այդ ընտրությունները, նաև ստիմուլի ու քարոզչության առումով էլ դա շատ կարևոր ու լավ գործիք է։ Այդ առումով ես վստահորեն պնդում եմ, որ հարգելի հայ ժողովուրդ, եթե իսկապես դուք ուզում եք, որ օրինակ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, նույնպես քայլերից մեկն է գնալ տնից դուրս գալ ընտրություններին, գնալ մտնել ընտրատեղամաս ու ձայն տալ ու փորձել շատ ձայն տալ, որպեսզի իրենք ունենան օրինակ մեծամասնություն եւ կարողանան սահմանադրական այդ փոփոխությունները մտցնել, այնպես որ եթե իրոք դուք ուզում եք, որ դա տեղի ունենա, դա տեղի կունենա։ Ինչպես որ 2018 թվականից սկսած բազմաթիվ անգամներ տարբեր տեսակի կոնֆիգուրացիաներով դուք ինչ ուզել, դա տեղի ունեցել։ Ժողովրդի մասին է խոսքը։ Այո։ Հիմա կանգնել 2021 թվականին, հələ որ Նիկոլ Փաշինյանն ինչ ուզել դա տեղի ունեցել։ մի վարքյան Նիկոլ Փաշինյանին 660,000 հոգի մարդ ձայնա չէ տվել։ Այդ մարդիկ ժողովուրդ են, չէ՞։ Ժողովուրդ են, չէ՞ այդ մարդիկ։ Հիմա ինչ վերաբերում է սահմանադրությանն ու սահմանադրության տապալմանը կամ սահմանադրական կարգի տապալմանը։ Մի քանի դրվագ հիշենք, ուղղակի շատ արագ, թե ովքեր են խոսում սահմանադրական կարգի տապալման մասին։ Կարծեմ Սամվել Կարապետյանը չի հայտարարել, չէ՞, որ կամ ինքը կլինի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Նման արտահայտություն չի եղել։ Երկրորդը 2018 թվականին հոկտեմբեր ամսին կոչ անելով ժողովրդին գալ ու շրջափակել ազգային ժողովը, դրանով հանդերձ ճնշում գործադրելով ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենսդիր մարմնի նկատմամբ ստիպելով իրենց հրաժարվել ապագա կառավարումից այդ ժամանակահատվածից ու տանել երկիրը նոր ընտրությունների, այդ սահմանադրական կարգի տապալում չէր գործադիրի կողմից։ 2019 թվականին կոչ անել գնալ դատարանները արգելափակել, դա սահմանադրական կարգի տապալում չէր։ 2020 թվականին ընդամենը մեկ դատավորի սահմանադրական դատարանի պաշտոնա զրկելու համար սկզբից նախաձեռնել այդ fake հանրաքվեն, որ կորոնայով cancel եղավ։ Այո, հետո մտնել ազգային ժողովով փոխել սահմանադրությունը, դա ինչ է, սահմանադրության հանդեպ ոտնձգություն չի։ Փաստացի գնալ ճանաչել Արցախը այլ երկրի կազմում, երկու սահմանադրության մեջ հղում անելով անկախության հռչակագրերը, քեզ արգելված է նման բան անել, դա ինչ է, սահմանադրության ոտնահարում չի։ Եկեղեցու հետ այս տեսակի հարաբերություններ ձևավորելը, ճնշելը, ստիպելը հրաժարականներ տալը, կալանավորելը, եկեղեցակիցը խոտելը եկեղեցու կյանքի մեջ դա սահմանադրության ոտնահարում չէ։ Այսինքն այս մարդիկ 8 տարի անդադար սահմանադրության հետ ինչ տեսակի սեռական ակտ ասես ուզեցե արել են, հիմա մեղադրում են սահմանադրության հանդեպ ոտնձգություն կատարելու կամ հակասահմանադրական քայլերի մեջ մի ուժի կամ մի մարդու, որը երևի իր գիտակից կյանքի մեծ մասը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար միայն բարօրություն է փորձել անել իր սեփական միջոցներով։ Այս ամենակարևորը։ Հալանած չի, էլի ոնց որ ասում են։ Իր սեփական միջոցներով։ Ռուբեն, արի պտրական գործընթացը թողնենք, անցնենք մեկ այլ ավելի, էլի կրկին շատ հետաքրքիր թեմայի, հետաքրքիր նաև պրոբլեմատիկ ու ցավալի թեմայի։ Մենք ունենք փաստորեն հոգևորականների կալանավորումներ, գիտես նաև որ 7 եպիսկոպոս, arczepiskopos-ի արգելվեց մեկնել Ավստրիա եւ այլն, բայց այդ ընթացքում իմ ու քո կողմից շատ սիրված Միքայել arczepiskopos Աջապահյանին տնային կալանք տվեցին, այսինքն փաստացիորեն բանտից տուն տեղափոխվեց եւ ինչպես նաեւ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին։ Ես նաիվ չեմ, ես չեմ մտածում անկեղծորեն, որ դա այդպես ինչ-որ հանգամանքների բերումով տեղի ունեցավ։ Իշխանությունը ունի ռեպրեսիա իրականացնելու հսկայական կարտ բլանշներ, իսկ այդ քաղբանտարկյալները բանը դաջված կայնոտիվ արևմուտքում ալին։ Էլ ասենք եթե Չինաստանից մեկը ասում է, որ օրինակ Նարեկ Գալստյանը քաղբանտարկյալ է, մի քիչ այդպես
չի ընդունվում, բայց այ որ Բրյուսելում ու Վաշինգտոնում են ասում, անմիջապես ընդունվում է։ Ինչի՞ է գնում այսպիսի ռակիրովկաների մեկին տանում դու ներս մյուսին կոպիտ ասած դեպի տուն է ուղարկում։ Դե ամենայն հավանականությամբ իրեն հասկացրել են, որ այն ալիքը, որը որ բարձրացել է, իդեպ այդ ալիքը բարձրացել է նաև քո միջոցով, իմ միջոցով, այսինքն թե մեդիայի, թե իրավաբանների, բարձրաձայնումների առումով այդ ալիքի դեմը առնելը կներես լավ անընդհատ կարելի է առավելագույնը գիշերը լավ թող մարդը 12 ժամ քնի աչքերը փակ լինի, ինչ բացվում է, չէ՞, ինչ որ մի բայ հնարավոր չի չնկատել, որ լույսը բացվել է կամ մութը որ ընկել։ Պարզ բաները, որ այո, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չեն կարող չնկատելու այդ ամեն ինչը տալ, ու իհարկե այս մարդուն ասում են մի քիչ թուլացրա։ Հիմա այդ մի քիչ թուլացնելն է, ինքը քանի որ բան է, ուտելուց միշտ ամեն ինչը շատ լինի, ասում է այս մարդուն տարեկտնային կալ։ Այս արի հատուկ շեշտենք էլի մեր մարդկանց, մեր հանդիսատեսի համար, որ հարգելի հետևորդներ, այս ծրագիրը նայող հարգելի մարդիկ, տնային կալանքը նույնպես կալանք է ու շատ հաճախ տնային կալանքի սահմանափակումները շատ ավելի վատն են, քան երբ որ մարդը կալանավորված է եւ գտնվում է բանտում։ Հիմա նույն Միքայել Սրբազանին տնային կալանքով փոխարինելը Աստված երկար տարիների կյանք տա Սրբազանին, իմ աղոթքները ու բարի ցանկությունները միշտ իր համար կան ու իր հետ են, հուսով եմ արագ կապակինվի, բայց երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանի դատարանում հանկարծամալ լինելու կադրերը շատ մարդու տարիների ընթացքում, կյանքի ընթացքում պետք է հանգիստ չտան ու նմանատիպ տեսարաններից խուսափելու համար է նաև օրինակ, որ ինքը վստահորեն չի ուզում, որ Միքայել Սրբազանի առողջությանը ինչ-որ մի բան լինի, չնայած որ բոլոր հնարավոր ձևերով այդ մարդու առողջությունը քայքայել է։ Նույնը մնացածին է վերաբերում, այսինքն հենց ինքը Դավիթ Համբարձումյանին տնային կալանքի տանում է, հաջորդիվ եղբորը կալանավորում է։ Ու այդպես շարունակ հիմա։ Սամսոնյան Նարեկն ու Վազգեն Սաղաթելյանը ինչի են կալանավորված։ Խոսք ասելու համար, չէ։ Այսինքն մի մարդ, որը ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում է, որ հակառակորդներին բռնելու է շինի, ոչ մեկ խոսքի համար իրեն չի կալանավորում։ Երբ որ իր Facebook-յան պաշտոնական էջում դոմփել բառն է օգտագործում, ոչ մեկ, երբ որ այլ տղամարդու հոգևորական կարգավիճակը չեմ հաշվում, ասում է արի քեզ ցույց տամ իմ սեռական օրգանը, համոզվես ես թլպատված եմ, թե թլպատ։ Նմանատիպ բաներ ասում, լավ են մնացածը չեմ ասում։ Շնաբարո դուրս պրծկներից մինչև ինչ ուզենամ թափ կտամ։ Ժամերով կարող եմ ասել, թե համբալ։ Համբալը դա ամենամեծ բանը։ Չէ, կներես, երբ որ դու Հայաստանի Հանրապետության վարչապետ ես ու ազգային ժողովում օրենսդիր մարմնում գոռում ես մեկին համբալ, այդ կներես, չգիտեմ, հիշի, խնդրում եմ մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը օջիոս պատգամավորների նույնիսկ մի թեթև մռնչալը ինչպես էր տիրաժավորվում եւ ինչպես էր ներկայացվում, որպես նման բան անել չի կարելի։ Եվ ինչպեսի հակազդեցություն կար դրան մեդիաներում առնվազն եւ քաղաքացիական այսպես կոչված հասարակություն։ Կներես այդ քաղաքացիական հասարակություն կոմունիզմի մասին մի շատ հետաքրքիր անեկդոտ կար, չէ՞, ասում է կոմունիզմը սովետական միության ժամանակ եկավ, անցավ, չհասկացանք, որ դա կոմունիզմն էր։ Հիմա այս 30 տարվա ընթացքում քաղաքացիական հասարակությունը ինչ որ մի պահ եղավ ու անցավ ու այդպեսի չհասկացանք, իրանք կային, չկային։ Դե հիմա կոնկրետ զբաղված են նրանց մի մասը, բոլորի մասին չխոսեմ, մարդկանց բռնել տալով։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը Նիկոլ Փաշինյանի արած ասֆալտի պես է, ձյան հալվելու պես անհետանում է։ Ոչնչանում է։ Ես ուզում եմ մի քիչ եկեղեցու թեման շարունակել քո թույլտվությամբ։ Տես ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի դադարելու այս process-ը։ Բայց դրա հետ միասին նաև միգուցե ինձ է ակնհայտ, եթե դու համաձայն չես ասա, ինձ համար գոնե ակնհայտ է, որ սա արվում է ի հեճուկս իր էլեկտորատի, այսինքն այնպես չի, որ ինքը այս հարցում ունի հանրային աջակցություն, եւ կարծես այդ մարդիկ նաև, որոնք որ միգուցե տեսական որ իրեն պատրաստ են ընտրելու, չեն հասկանում եկեղեցու դեմ իր այս
պատերազմի, հա, իմաստը։ Ոստի եւ նաեւ որոշակի առումով դիստանցավորվում են Նիկոլ Փաշինյանից։ Ինչու է ինքը այնուամենայնիվ ընտրությունների ժամանակ գնում այսպիսի ակնհայտ վիճելի, ակնհայտ պրոբլեմատիկ քայլի։ Իրեն հանգիստ չի տալիս, նայ, երբ որ ինքը ստանում է վարկանիշներ եւ այդ վարկանիշի մեջ կա, որ բնակչության 85-ից 90%-ը եկեղեցուն, այո, եկեղեցուն սատարում է ու եկեղեցին ունի բարձր վարկանիշ, ինքը իր գործողություններով ուղղակի ցույց է տալիս, որ իբր եկեղեցին այդքան ուժ չունի։ Մարտականակ այդքան չունի, որpիսի այդքան մարտիկ ելնեն, որովհետև թվաբանորեն որ նայում ես այդ 80%-ը, 90%-ը վախենալու թիվ է, երբ որ ինքը այդ մարտու է վերածում, հասկանում է, որ դա մեծ բանակ է, ինքը իր կողմնակիցներին ցույց է տալիս, որ այդ վախենալու չի։ 1. Երկրորդը, ինքը իր արտաքին գործընկերներին ասում է, որ այդ ձեր պատկերացրած եկեղեցին, որ դուք ասում եք ցանց է սաղ աշխարհով ուժեղ են, բանը ռևանշիստներ են, բա այդքան վախենալու բաներ չեն, տեսեք կռվում եմ ես իրանց հետ, գետնի վրա լուծում եմ այդ հարցը։ Երրորդը, էմոցիոնալ առումով ինքը այո փորձում է հայ ժողովրդի իրեն չընդունող հատվածին մտցնի ապաթիայի մեջ, ցույց տալով, որ ես էլի ես արտահայտության համար կներեք, բեսպրեդել եմ։ Ինչ ուզեմ կանեմ ու դուք ոչ մի բան չեք կարողանալու իմ դեմը անեք։ Կոպիտ ասած գժի թուղթը վերցրած թափահարում է, ասում է թուղթ ունեմ։ Ինչ ուզեմ կանեմ։ Ինչ ուզեմ կանեմ։ Արդյոք ինքը հաջողելու է լավ, գոնե թե մենք գետնի վրա տեսնում ենք, թե ինչպես են իրենց դրսևորում, թե վեհապարը, թե եպիսկոպոսների մեծ մասը, այսինքն նույն Միքայել Սրբազանը, նույն Բագրատ Սրբազանը, նույն Արշակ Սրբազանը, նույն Մկրտիչ Սրբազանը, հա, ու այսպես կարող եմ քահանաներին անդրադառնալ։ Գիտես, մի հատ հետաքրքիր բան ասեմ, որ քահանները այս ամեն ինչի մեջ ամենաձիգ տղեկը դուս եկան։ Կներես, Հայաստանի Հանրապետությունում այս պահին ես իրոք երկու էլիտար ֆրոնտ եմ տեսնում, էլի, այդ քահանաներն են ու այդ մեր լրագրողներն են, որոնք փաստացի երկու կողմով կռիվ են տալիս մեր բոլորի արժանապատվության համար։ Այս մի հատվածը լուր առանց հարցեր բարձրացնելու ասում եմ մենք հարց չունենք մեր եկեղեցու, մեր հավատքի ու մեր վեհապարի հետ։ Այս հատվածը անդադար հարցեր բարձրացնելով թույլ չի տալիս, որ այն մանիպուլյացիաները, որոնք տեղի են ունենում իշխանական մեդիաների միջոցով, դառնան միակը, օրակարգայինը եւ ճեղքեն իսկականից այն պատը, որը հանուն արտարության։ Լավ, հիմա տես մենք ասում ենք, չէ, անընդհատ, արդյոք ամեն ինչ է ստացվում իշխանական քարոզչության մոտ, միանշանակ չէ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ունի մի շատ կարևոր հատկություն այս 8 տարիների ընթացքում։ Ինքը երբեք չի վախենում, երբ որ ինչ որ մի բան լավ չի գնում, միանգամից դրանից հրաժարվի։ Եկեղեցու հարցը դրան չի վերաբերում, որովհետև եկեղեցու հետ կռվով ինքը ստեղծում է այն էմոցիոնալ ներվային մեյնսթրիմը, որտեղ թշնամու ֆակտոր պետք է լինի, էլի փրկենք խեղճ Նիկոլին կարգավիճակով, էլի։ Տես, ասում է խաղաղությունը այլևս չի կարող ասի Ադրբեջան, Թուրքիա, մենք խնդիր ունենք։ Հիբրիդայինով որ ամբողջը Ռուսաստանը Ադրբեջանին, Թուրքիային արտաքին թշնամու կերպարից փոխարինում է դեպի ռուսական։ Հիմա այն կողմից էս կա, հիմա ներքին թշնամի էլ էս մարտիկ այլևս այդ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բա այդ ամեն ինչին արդեն հոգնել են, դու տարի նույն պլաստինք են լսելու։ Դրա համար ներքինի համար է ինքը հորինել է նոր բան, դա եկեղեցին է։ Բայց լավ, ինչ որ մարդ պետքա ինչ որ բան ունենա, էլի ներքին արգելակներ ունենա, ինքը անգամ չի խորչում եկեղեցուն համատեղ ֆունդամենտալ իսլամի հետ հասկանում ես, այսինքն ծայրեղական իսլամի հետ։ Այսինքն ինքը 1700-ը հայ արգելական եկեղեցին մեր սրբության սրբոցը, այն օրը պատվանի ժամանակ, հարցազրույցի ժամանակ համատեց, ասենք օրինակ Ջաբհաթ ալ-Նուսրայի կամ, չգիտեմ, ասենք գլուխ կտրող այլ ահաբեկչական կազմավորումների հետ։ Ես զարմանում եմ քո չհոգնելու վրա, նայիվության վրա, փորձել մեկնաբանել այդ մարդու ասած հիմարությունների ինչ որ շտեմարանից հերթական ինչ որ մի բան է։ Ասում ես, դա ուղղակի հնարավոր չի մեկնաբանել մի բան, որը դու հիշում ես իր հայտնի պատմություններից մեկը, երբ որ ինքը նոր առաջի իր ուղևորությունն էր, թե Ֆրանսիայում որ եղել էր, որ պատմեց այն աֆիցիանտի պատմությունը, հա, ոչ չէ, այո։
համասեռամոլ մի մատուցող մտել է ու ասել է ինչի ինքը լսե։ Լսիր մատուցողների մասին նոր պատմությունը ընդամենը մի քանի օր առաջ։ Հա, որ քիչ էին գրանցել բանը։ Հա, քիչ է, ուզում եք առողջ լինեք ու այ դու առողջության երկու պատմություններն է տոտալ հորինած պատմություններ են։ Վստահորեն քեզ պնդում եմ, որ նման մարդիկ գոյություն չունեն։ Ուղղակի չկան նման, որովհետև ոչ մեկ չի կանգնելու ու նայ համ ասում է 80000 դրամով չկա մատուցող, որը աշխատում է Երևանի կենտրոնում։ Եթե դու գիտես, որ չկա, գնա բոլոր մատուցողներին բռնել տուր, հարկայինին ուղարկի բռնել տուր։ Եթե դու վստահ ես, որ այդպիսի բան կա, բայց հետևից նաև պետք է իմանաս դու ինչ վնասներ ես տալու այդ քո գործողություններով քո ապագա էլեկտորատին։ Ասած սենա, որ ամեն իր ասացի հետևից, եթե մենք սկսենք գնալ, հիմա դու 3 հրացանակիրների օրինակը բերեցիր, ընդհանրապես ես չեմ զարմանա, որ ինքը մի օր, օրինակ, չգիտեմ, հերթական իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասի, որ հայոց պատմության վերընթերցած իր բանը էջերից մեկի մեջ հանդիպել է մի դրվագի, որտեղ մի անգամ մեր մոտ կաթողիկոս այդ նշանակի այլ մոլորակայինները։ Հիմա արի ես ու դու նստենք ու մեկնաբանենք այդ հիմարությունը ու ալֆա ցենտավրայից են դրանք եկել, թե չգիտեմ։ Հա, բայց ախր լավ ես ասում, ես էլ եմ մեկ-մեկ համաձայնում, որ արի չմտնենք այդ օրակարգի մեջ, բայց երբ որ ինքը այդ օրակարգով պատրաստվում է առաջիկայում ընտրություն հաղթել, այստեղ ուզոչուց արձագանքում ես։ Իր էլեկտորատի համար ես վստահեցնում եմ, որ իր էլեկտորատի գերակշիռ մեծամասնությունը ծայրահեղ իսլամիզմը չի տարբերում, չգիտեմ, այլ ծայրահեղ դրսևորումների հետ, իրանց համար այդ ուղակի անընդհատ ուղակի պատկերները հետ են տանում։ Իսկ հիշում ես մի ժամանակ, որ ինքը որ երկիր գնում էր այդ երկրով, այդ լեզվով էր խոսում։ Ֆրանսիա էր գնում, Անգլիա էր, ամերիկացիների հետ պետք է հանդիպեր, անգլերեն էր խոսում, Ռուսաստան ռուսերեն էր խոսում, չգիտեմ, հետո ինչ որ մի բան, ինչի համար է, որպեսզի ստեղծել տպավորություն, մենք ինչ հլնայի քանի լեզու գիտի, ինտելեկտուալ իշխանության, ասում ինչ որ ձևակերպումներ է ասում, որը դեռևս ինչ որ ազդեցություն կարող է ունենալ միայն իր էլեկտորատի վրա, նայի մեր Նիկոլը ինչ խելացի։ Նկատել ես, որ իշխանությունը սկսել է շատ ակտիվ աշխատել բլոգերների հետ, այսպես կոչված տիկտոկերներ, բլոգերներ, չգիտեմ, երիտասարդության հետ, երիտասարդության բանն է, հետ նույն գծի վրա գտնվող մարդկանց հետ։ Այո, ու դա հենց այն տեղերից մեկն է, որտեղ ես տեսնում եմ, որ մեր ընդդիմությունը թերանում է, ու Նիկոլն էլ շատ լավ հասկանում է, որ ինքը երիտասարդության խնդիր ունի։ Իսկ երբ ինքը վերջնական դա հասկացավ, հիշում ես, որ ինքը հայտարարեց, որ ամեն ուրբաթ իր Չկնաղագեղն վարչաբենդի ելույթներով տարբեր տեղերում երիտասարդների համեր Գործից խփում է, չէ, մի համերգ եղավ, մի անգամ ու ել չարեց, այդ էի ասում, էլի, ինքը օրինակ բաներ կա, որ անում է չի ստացվում, շատ արագ հետ է կանգնում, ոդքասթը, որը կնոջ հետ անում էր, չէ, 3 թողարկում հետո կամ 4 թողարկում հետո երբ տեսա, որ դիտումներ չկա ու հայոյանքների քանակությունը շատ է, դադարեցրեցին։ Նույնն էս վարչաբենդի պարագայում է, ինքը իրականում գիտես ինչ է եղել, կադրեր դու էլ ես տեսել։ Ինքը ելել է բեմ, տեսել է, որ բացարձակապես կանգնած են նույն այն մարդիկ, ովքեր իր հետ աղոթում են, կամ այն մարդկանց բարեկամներն ու հարազատները հատուկ են ջահելությունը, որոնք բերված են, այսինքն չկա այնպիսի էներգետիկա ու հավելյալ նոր ռեսուրսի ներգրավում, որի համար արժի, օրինակ, չգիտեմ, 10 քանի միլիոն էին ծախսե հենց իրենց հրապարակած։ 9 չեմ տա։ Վերջը միլիոնավոր դրամներ էր նստե այդ մի ռիլի համար կամ մի, չգիտեմ, 100 ստորիների համար նախատեսված է այդ միջոցառումը։ Այո, իրենք գնում են տարբեր տեսակի բլոգերների, տարբեր տեսակի կերպով շահագրգռում են, որպիսի ցույց տան, որ իրենք ունեն միած սեգմենտ, որոնք պատրաստ են ռուկապաժատի հասկացողություն կա, չէ, այսինքն այս մարդիկ ընդհանրապես դեմ չեն մեր հետ գործ ունենալու ու ամենայն հավանականությամբ առանց այդ մարդկանց մեղքը վերցնելու, որովհետև արդեն երբ որ դու գնում ես ու Փաշինյան Նիկոլի հետ համագործակցում ես, մի հատ մեծ բեռ ես վերցնում, էլի քո ուսերին, բայց ֆինանսական մասին չանդրադառնամ, որովհետև տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ մի բան
որը կարող է շահագրգռի մարդուն, որ ինքը գնա այդ քայլին, ամենայն հավանականությամբ դա ֆինանսներն է։ Հիմա այդ սեգմենտում իրանք այո աշխատում են, մտածելով, որ դա իրենց համար բերելու է նոր մարդիկ, իդեմս երիտասարդների կամ այն մարդկանց, ովքեր շատ են օգտվում ժամանցային սոցիալական կայքեր մտնելով ու հետևելով։ Ինչքանով է դա արդյունավետ լինելու կամ ինչքանով դա օգուտ կտա Փաշինյան Նիկոլին, կարծում եմ շատ մեծ օգուտներ չի տա, բայց որ շատ մեծ վնասներ։ Բայց ակնհայտ է, չէ, ինքը բան է անում, ռեբրենդինգի է գնում, այսինքն ինչ որ դերասանների է փորձում բերել, չի փորձում բերում մտցնում ցանկական այդ օրենքը։ Բաժակը լցվելու համար նույնիսկ մի կաթիլը, եթե մի կաթիլ է դա, բաժակը լցվելու համար դա կարևոր կաթիլ է, այսինքն հիմա ինքը կաթիլ փորձում է հավաքել նոր տեղերից նոր մարդկանց, որպեսզի կարողանա ապագա ընտրություններում բոլոր ֆրոնտերով ուժեղ լինի։ Նայ, ինքը երաշտական առումով մտածում է ինչ որ մի բան վերցնի, հումորի առումով մտածում է ինչ որ մի բան վերցնի, դերասանների ինչ որ մի բանով վերցնի, որպեսզի թատերական աշխարհի հետ հարաբերվելիքի մարտիկ ունենա, հա, տարբեր թիրախներից ինչ որ մարտիկ է վերցնում, որպեսզի կարողանա այդ բաժակի միջի կաթիլները ավելացնել։ Իսկ ո՞նց է այդ աշխարհը արձագանքում։ Նայ, եթե մենք նայենք բանը սոցիալական ցանցերի կոմենտներին, վստահորեն մեծամասնությունը դա չի ողջունում, բայց գետնի վրա էլեկտորալ վստահությունը այլ կերպ է աշխատում, ես էլ գիտեմ դու էլ։ Այսինքն մարտը մինչև վերջ կարող է քեզ ընտրությունների օրը չասի ու նույնիսկ ասի։ Դե տեսնենք աստված առաջ ինչ է ստացվելու։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը վստահաբար ունի շանսեր անելու իրոք հեղափոխական ընտրություններ, բայց եթե այդ հեղափոխական բառից ոչ թե վախենում է, այլ ուղեղի մեջ անընդհատ պահում է այդ բառը։ Եթե հեղափոխական ընտրություններ մեր մոտ չեղան, ընտրություններ, որոնք նաև ենթադրում են հեղափոխություն, ապա մենք ունենք խնդիր։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Գյումրի ավականու իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։